Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հանրության 77,7%-ը դրական է գնահատում, իսկ 64,9%-ը Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում։ Ելափի տվյալներն են։ Երևանում եւ մարզերում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5 ընկած ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում Գելափը հարցումներ է իրականացրել, թե ում են համարում Հայաստանում քաղբանտարկյալ, ինչպես են վերաբերվում եկեղեցուն եւ բանակին։ Հարցվածների 61,3%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Եթե ասում եք, որ կան քաղբանտարկյալներ, ովքեր են նրանք։ Նրանցից 64,9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36,2% նշել, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք, որ հասկանաք, 19,4%-ն է։ Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք։ Այս հարցին պատասխանողների 16,5%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր, հաջորդիվ մեր ձևով շարժումն է 7,2%-ով։ Հարցվածներից 68%-ը դրական է գնահատել նաև Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, իսկ 53,9%-ը ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործունեությունից է գոհ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին դրական գնահատական է տվել 50,5%-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդամենը 38%-ը։ Վերջին 2 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն 3-ից ավելի պատարագների, որոնք իրականացվել են հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաների կողմից։ Ինչպես է գնահատում այդ երևույթը։ 23,4% նշել է, որ լիովին դրական է գնահատում, 13,7% նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 11,1% նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում այդ երևույթը եւ 39,3% նշել է, որ լիովին բացասական։ Եվ 12,6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Մենք տեսնում ենք, որ 50%-ից ավել մենք ունենք ցուցանիշ, ովքեր որ բացասական են գնահատում այդ երևույթը։ Ըստ երևույթի 12,6%-ը, որը որ դժվարացել են պատասխանել, ես կարծում եմ եւս կարելի է դասել այդ բացասական ավելի շատ հակվածությանը, քան թե դրական վերաբերմունքն է։ Հարցվածներից 27,1%-ը նշել է, որ չի ճանաչում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, իսկ ինչպես են քաղաքացիները վերաբերվում հայոց բանակի գործունեությանը։ Ընդհանուր առմամբ 81,8%-ը դրական է գնահատել Հայաստանի բանակը։